Սիրելի հայրենակիցներ, իսկապես երբ հարցնում եք հաղթելու ենք, թե չէ, ձեզ մի պարզ ուղերձ ունենք, մեզ այլ ընտրանք չեն թողել, պիտի հաղթենք, այլ ճանապարհ չեն թողել։ Եվ այո, Աստղիկը արդեն ասեց, մենք այս ընտրությունը անում ենք նաև մեր 5000-ից ավել նահատակների համար, իրենց անունից, իրենց հոգու հանգստության համար։ Դրա համար խնդրում ենք, այն ինչ այստեղ լսում ենք բոլորով, այն ինչում համոզված ենք, այս վերջին օրերի ընթացքում փոխանցենք մեր հարազատներին, հարևաններին, համոզենք նրանց գնալ ընտրության, որ փոխենք մեր պատմության սև էջը։ Սիրելի հայրենակիցներ, մի հայտարարություն էլ էլի շատ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, էլի բանավեճից։ Լսել եք, չէ՞ Ալեն Սիմոնյանը ի պատասխան իմ գործընկերու հարցի ոնց է ասում։ Աննա Գրիգորյանը ասում է, Գորիս Կապան ճանապարհը Ադրբեջանի պահանջով զիջել եք։ Առաջի զիջումներից մեկն էր պատերազմից հետո։ Ասում է, չէ, Ադրբեջանը դա չի ուզել, մեր կամքով է եղել։ Մենք ենք գնացել Ադրբեջանին խնդրել, կլինի զիջենք, կլինի էսել տանք, իրանք ոչ մի բան չեն ուզել։ Սիրելի հայրենակիցներ, իմացեք, եթե այս մարդիկ մնան, ամեն ինչ նույն եղանակով, չեն ասելու անգամ, որ Ադրբեջանն է պահանջել, ստիպված տվել են, ասել են մենք ենք ուզել, մենք ենք գնացել խնդրել, այս մարդիկ եթե մնան, Ադրբեջանին ոչ բանակ է պետք, ոչ արտաքին գործերի նախարարություն է պետք, իրանք այդ դերը կատարում են, բայց կատարում են ձեր հաշվին, մեր համար սա ընդունելի է, դրա համար ենք ասում, ամսի 7-ին մերժում ենք, ընտրում ենք